Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 22։ Փորձիր ինձ, Տեր, և քննիր ինձ, փորձիր իմ միտքը և իմ սիրտը։ Սաղմոս 26-րդ գլուխ 2-րդ խոսք։ Սատանայի ամենամեծ հույսը ձեզ կործանման հասցնելու առանց փրկության հնարավորության այն է, որ ձեզ պահի կուրացած ու անտեղյակ ձեր վիճակից և ձեզ համոզի, թե այն ճանապարհը, որով այժմ գնում եք, բավականաչափ լավն է։ Եթե դուք գիտակցեիք, որ շեղված եք երկինք տանող ճանապարհից, և եթե մահանայիք ձեր ներկայիս վիճակում և ընդմիշտ կորչեիք, կհամարձակվեիք ևս մեկ գիշեր քնել այդ վիճակում։ Կհամարձակվեիք ևս մեկ օր ապրել այդպես։ Կկարողանայիք սրտանց ծիծաղել կամ ուրախ լինել նման վիճակում։ Ինչպե՞ս, երբ նույնիսկ չգիտեք, գուցե մեկ ժամից ձեզ դժոխք կխլեն։ Անշուշտ, դա ձեզ կստիպեր թողնել ձեր նախկին շրջապատն ու ընթացքը և դիմել սրբության ուղիներին ու սրբերի հաղորդակցությանը։ Անշուշտ, դա ձեզ կմղեր Աստծուն աղաչելու նոր սրտի համար և օգնություն փնտրելու նրանցից, ովքեր կարող են ձեզ արժանի խորհուրդ տալ։ Ձեզանից ոչ ոք չկա, ով վստահաբար անտարբեր է իր կործանման հանդեպ։ Ուրեմն, խնդրում եմ ձեզ, հենց այս պահին քննեք ձեր սրտերը և հանգիստ մի տվեք ձեզ, մինչև պարզեք ձեր վիճակը, որպեսզի եթե այն լավ է, ցնծաք դրանով և շարունակեք ձեր ընթացքը, իսկ եթե վատ է, կարողանաք անմիջապես փրկություն փնտրել ինչպես այն մարդիկ, ովքեր հավատում են, որ պետք է դարձի գան, այլապես կմահանան։ Դե ինչ, կարո՞ղ եք որոշում կայացնել և խոստանալ, որ ջանասիրաբար կգործեք ձեր սեփական հոգիների փրկության համար։